Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հետեւել միջազգային իրավունքին։ Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր, զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ եւ միջուկային ոլորտի մասնագետներ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը պահանջել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Իսրայելի գիշերային գրոհի պատճառով։ Այս դեպքերով պայմանավորված Իրանը չի մասնակցի ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, ըստ Մերձավոր Արևելյան ԶԼՄ-ների հրապարակումների բանակցությունների դադարեցումը վերաբերում է ոչ միայն այս փուլին, այլև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած այլ բանակցության։